Հովհաննես 16 Այս բաները ասացի ձեզ, որպեսզի գայթակղությունից հետ մնաք։ Իրենց ժողովաններից դուրս պիտի հանեն ձեզ, մինչև իսկ ժամանակը կգա, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում։ Եվ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետև չճանաչեցին ոչ հորը և ոչ էլ ինձ։ Սակայն այս բաները ձեզ ասացի, որպեսզի երբ ժամանակը գա, հիշեք, որ ես ձեզ ասել եմ։ Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի։ Մխիթարիչի գալուստը։ Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մոտ, և ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում, թե ուր ես գնում։ Բայց որովհետև ձեզ այս բաներն ասացի, տրտմությունը լցրեց ձեր սրտերը, բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ։ Լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա, իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Եվ նա գալով պիտի ապացուցի աշխարհին, որ նա սխալ է մեղքի և արդարության հարցում և դատաստանի հարցում։ Մեղքի հարցում, որովհետև ինձ չեն հավատում։ Արդարության հարցում, որովհետև իմ հոր մոտ եմ գնում և այլևս ինձ չեք տեսնի։ Դատաստանի հարցում, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել։ Երբ որ գա նա, ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ, որովհետև ոչ թե ինքն իրենից կխոսի, այլ ինչ լսի, այն կխոսի, և գալիք բաների մասին կպատմի ձեզ։ Նա ինձ պիտի փառավորի, որովհետև ինչ որ առնում է ինձանից, կհայտնի ձեզ։ Ամեն ինչ, որ Հայրն ունի, իմն է։ Դրա համար ձեզ ասացի, թե ինչ որ առնում է ինձանից, կհայտնի ձեզ։ Ուրախության վերածվող վիշտը։ Մի փոքր ժամանակ և այլևս ինձ չեք տեսնի, և ապա մի քիչ ևս և ինձ նորից կտեսնեք, և ես գնում եմ հոր մոտ։ Աշակերտներից ոմանք միմյանց ասում էին. Ինչ է այս, որ մեզ ասում է, թե մի քիչ ևս և ինձ չեք տեսնի, և դարձյալ, թե մի քիչ ևս և ինձ կտեսնեք, և թե ես գնում եմ իմ հոր մոտ։ Եվ ասում էին. Ինչ է այն մի քիչ ևսը, չենք հասկանում, թե ինչ է խոսում։ Հիսուս իմացավ, որ ուզում են իրեն հարց տալ և նրանց ասաց. Դրա համար էիք միմյանց հարցնում, որ ասացի, թե մի փոքր ժամանակ և ինձ չեք տեսնի, և դարձյալ մի քիչ ևս և կտեսնեք ինձ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք և պիտի ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի։ Դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախության պիտի փոխվի։ Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմություն է, որովհետև նրա ժամը հասած է, բայց երբ մանկանը ծնի, այլևս չի հիշում նեղությունը, ուրախության պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնվեց։ Դուք էլ այժմ տրտմություն ունեք, բայց ես դարձյալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն, և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի։ Եվ այն օրը ինձ ոչինչ չպիտի հարցնեք։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ինչ իմ անունով իմ հորից ուզեք, պիտի տա ձեզ։ Մինչև հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք։ Խնդրեցեք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի։ Ես հաղթեցի աշխարհին։ Այս բաները
Առակներով ասացի ձեզ, պիտի գա ժամանակ, երբ այլևս առակներով չպիտի խոսեմ ձեզ հետ, այլ հայտնապես հոր մասին պիտի պատմեմ ձեզ։ Այն օրը իմ անունով պիտի խնդրեք և ձեզ չեմ ասում, թե ես պիտի աղաչեմ հորը ձեզ համար, քանի որ հայրը ինքն իսկ սիրում է ձեզ, որովհետև դուք սիրեցիք ինձ և հավատացիք, որ ես Աստծուց ելա։ Ելա հորից և եկա աշխարհ, դարձյալ թողնում եմ աշխարհը և գնում հոր մոտ։ Աշակերտները նրան ասացին. ահա հիմա բացահայտ ես խոսում և ոչ մի առակ չես ասում։ Հիմա գիտենք, որ ամեն ինչ գիտես և պետք չկա, որ մեկը քեզ բան հարցնի, դրա համար հավատում ենք, որ Աստծուց ելար։ Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. այժմ հավատում եք, ահա պիտի գա ժամանակ և արդեն իսկ եկել է, երբ պիտի ցրվեք յուրաքանչյուրը իր տեղը և ինձ միայնակ պիտի թողնեք, սակայն ես միայնակ չեմ, որովհետև հայրն ինձ հետ է։ Այս բաները ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։